Ընդհանրապես, գիտեք ոնց է համալսարանում լինում կուրսերի փոփոխություն, որ ասենք ուզում ես ծրագիրը փոխես կամ ասենք օֆիցիալ սենս է ձևը, եթե ուզում ես բակալավրում ինչ-որ բան փոխես, ասենք հիմա եթե փոխում ես, եկող սեպտեմբերին ընդունվողների համար այդ կփոխվի։ Այսինքն եթե ուզում ես 4-րդ կուրսում բան փոխես, որ հիմա փոխես, այդ կազդի 4 տարի հետո։ Հենց է եղել։ Մագիստրատուրայում կամ եկող տարի կամ այն մյուս տարի, հա, եթե առաջին կուրսը եկող տարի մի անգամից կարաս, եթե երկրորդը այն մյուս։ Հիմա մենք մի հատ առարկայի շուրջ ենք խոսում, որտեղ մի քիչ շատ է այդել։ Ու ես մտածում եմ, որ այս տարի կարելի է նույնիսկ տարվա մեջ բան փոխել, որովհետև տեսեք այն օրը ինչա դրել Անդրեյ Կարպատին։ Անդրեյ Կարպատին բոլորը ճանաչում եք, այս վիդեոյի մեջի տղեն է։ Ոնց երևի չեք հետևում իրան Twitter-ում, որը արժի անել։ Տեսեք ինչ է արել այս հանձնարարությունը։ Ինչ ծանր է ինտերնետը։ Вот. NanoChat. Unlike my earlier similar rep on NanoGPT, which only covered pre-training, NanoChat is a minimal, from scratch, full-stack training inference pipeline of a simple ChatGPT clone in a single dependency minimal code base. Ինչով է տարբերվում pre-training-ը մնացածից։ Կարծում ձեզ տվել է, չէ՞ որ մի 2 շաբաթ առաջ Yandex Hall-ում մի հատ ելույթ կար։ Գնացել եք։ Այդտեղ ինքը դրանք բացատրել է, բայց լավ, ես կարճ ասեմ։ Ուրեմն այսօրվա GPT-ները train են անում հետևյալ ձևով։ Մի հատ քայլ կա, որը կոչվում է pre-training։ Այդ ամենաթանկ քայլն է։ Այդ դրա վրա գնում է ամենաշատ կոմպյուտեր։ Այդ այնա, որ ամբողջ ինտերնետի վրա language modeling է սովորում։ Այն ինչ որ մենք արել ենք արդեն բառերի վրա, չէ, անունների վրա մենք արել ենք, ինչ ենք անում, անունները կտրտում ենք տառերի, ասում ենք հաջորդ տառը predictor-ը։ Այդքանը արդեն սարքել ենք մենք, չէ։ Պատկերացրեք, այդտենց անում եք, բայց այն ֆայլը, որը վրա անում ենք, ոչ թե անուններն է մենակ, այլ սաղ ինտերնետ, այսինքն ասենք մի 100 տերաբայթ դատա օրինակ։ Այդ կոչվում է pre-training։ Ինքը տենց սարսափելի ծանր բան է։ Այսօր մեր մոտ հյուր էր եկել Գագիկ Ամիրխանյան, ինքը մաթվակն ավարտել դարեր առաջ, հիմա Seattle-ում է, Google-ում աշխատում, Cloud TPU թիմում։ TPU-ն գիտեք ինչ է, TPU-ն Google-ի չիպերն են, որը ոնց որ GPU չի էլի։ Ուրեմն Cloud TPU թիմում ինքը սարքում է ինչ-որ պրոդուկտներ հարմարացնում է այն ոնց որ այն customer-ների համար, որոնք իրանցից TPU են բարձում։ Ու այդպես պատմում էր, որ երկու հետաքրքիր բան ասեց։ Ասեց, որ Google-ում առաջին անգամ ֆայմել են, որ կարելի է շատ մեծ pre-training անել, այսինքն օգտագործել հազարավոր GPU-ներ, երբ որ Anthropic-ը Google Cloud-ից ուզել է վարձել 50,000 TPU։
Իրանք մինչև այդ ասենք մի 7-8 հազարով էին անում, որ ահավոր թիվ է, ասենք հիմա համասարանում այսքան սարքում ենք, դրանով 60-ը, հա։ Իհարկե սրանք ավելի նոր են, քան իրանց կարող այդ հների համեմատ, տեսի 200-ի համարժեք է կամ 400-ի, բայց մեկ այլ, ասենք 22 թվին Google-ում 7-8 հազար TPU-ով էին տրեյնինգ անում։ Հետո տեսան են, որ այս կարող է, որ այդքան ուզում են, ուրեմն կարող է բլնում է մեծով անել, տենց իրանք էլ են մտել մեծ։ Հիմա այս մեծերը որ կան, ասենք Llama 3-ը, որով սարսմանել էր Facebook-ից, 16000-ի վրա է տրեյնը։ Այդ դոկումենտացված այլ իրանք հոդվածում գրում են։ Google OpenAI բանը չեն պատմում իրանք ինչ են անում, դրա համար մենակ կարան գուշակ ընկել։ Հա։ Հիմա pre-training-ը այդ մասն է, որի համար տենց ահավոր շատ կոմպ է պետք, որտեղ այդքան դատայի վրա այդքան մեծ neural ցանցը train անելու համար լիքը կոմպ է պետք։ Ու Google-ը դրանից հիմա ահավոր ուժեղ է, իրենք ահավոր շատ կոմպեր ունեն, այդ թվում TPU-ներ ու նաև GPU-ներ, ու այնքան շատ ունեն, որ համ իրենց Gemini-ին է հերիքում training-ին։ Հա, ասենք երևի այս տարի դուրս կգա Gemini 3-ը, որը տենց ահռելի մեծ բան է, համ այն մյուս բաները, մոդելները, ասենք վիդեոյի train բաները տեսվել, չէ՞, Veo 3.1-ը դուրս եկավ video generator։ Լավ, հսկայական compute, հա։ Այդ սա հերիքում է, հետո inference-ն է հերիքում, այսինքն մարդիկ Gemini-ը օգտագործում են, չէ՞։ Միլիոնավոր մարդիկ մտնում են Gemini-ը օգտագործում են, դրա համար էլ է compute պետք։ Հետո են անում։ Հետո լիքը Gemini կա, որը մենք չենք տեսնում, որ կա։ Օրինակ YouTube-ի search-ի մեջ կա Gemini, որը չի երևում, որ Gemini է, բայց իր տակից էլի Gemini-ի վեկտորներ է ֆռնում։ Բաներ, այսինքն Gemini-ը հսկայական տեղերում ինտեգրված է, ու այդ ամեն ինչի համար իրանք compute ունեն, բայց բացի դրանից իրանք նաև կարող են վարձով տան։ Այսինքն OpenAI-ին այդ հայտնի է, որ վարձով տալիս են, Anthropic-ին հայտնի է, որ վարձով տալիս են։ Իրանք շատ ուժեղ են ինֆրաստրուկտուրա սարքելուց էլի։ Հիմա այդ մեծ ծավալները պետք է այս սրա համար։ Ու NanoGPT-ին մի հատ գրադարան էր, որը Կարպատին գրել էր GitHub-ում, որը ոնց որ մինիմալ կոդ է, որով pre-training կարող ես անես։ Այդ նման է նրան, ինչ որ հիմա մենք անում ենք կուրսի մեջ։ Բայց դա ամբողջականը չի։ Տեսեք, եթե մենք կարամ մի հատ կարճ նկար գտնեմ, pre-training, SFT, RL, ալվախի մի հատ նկար լինի ձեզ։ Սս բերեց բացի մի հատ օղրվու նկարից։ Okay, եկեք այս նկարը նայենք։ Ինձ ուղղակի վիզուալ հիշելու համար էլի շատ խելոք նկար չի։ Այդ pre-training-ը դա նա ինչ որ մենք անում ենք։ Հետո գալիս է մի հատ փուլ, տեսեք, որ pre-training անեք, ինքը մենակ սովորել է հաջորդ տարը predict անել։ Հիմա եթե ես օրինակ իրան հարց եմ տալիս, ասում եմ ChatGPT-ին ինչ հարց ենք տալիս, ասում ենք ես կոդը գրի, չգիտեմ ինչ։ Ինքը եթե փորձի այդ իմ նախադասությունը շարունակել, պարտադիր չի, որ իմ հարցին պատասխանի, չէ՞։ Ասենք ես հարց եմ գրել, դրա շարունակությունը ինչ է, դրա շարունակությունը կարող լինի օրինակ հարցը երկարացնել, ավելի մանրամասն տալ հարց։ Չէ՞ թե տուպը next token prediction ես անում, ակնհայտ չի, որ հարցից հետո պետք է սկսի պատասխան։ Կամ ասենք, որ սկսել է պատասխանը, երբ պետք է վերջանի։ Ինչքան պետք է խոսա այդ պատասխանի մասին։ Կարող անվերջ խոսա, չէ՞։ Այդ ասենց բաները իրան սովորացնելու համար հետո գալիս են նոր տրեյնինգի փուլեր։ SFT-ն հետևյալն է, SFT-ն հարց ու պատասխանների զույգեր է։ Քանի որ chatbot ենք սարքում, իրան պետք է հարց ու պատասխանների զույգեր տալ, որ ինքը սովորի, թե նախ տեստը սովորի, ոնց են հարցին պատասխանում, ասենք, եթե մենք իրան այս փուլում իրան տված բոլոր պատասխանները տանք, ասենք, մի էջանոց, ինքը սովորի, որ միշտ պետք է մի էջի շրջանակներում պատասխանել։ Հա, ասենք, երբ վերջացնի, երբ սկսի, ինչ անի։ Այս SFT-ն այդ տեսակի դատա է։
ու այս տեսակի data հավաքելը շատ ավելի թանկ է, որտեղ այս pre-training-ի data-ն ուղղակի ինտերնետից download անում, կոպիտ ասած, շատ կոպիտ եմ ասում, որտեղ իրականում հիմա արդեն հայտնի է, որ արժի ֆիլտրել այդ ինտերնետից download արած, էլի լիքը տեխնիկաներ կա, կեսը ջնջել, կեսը բան, որը կրկնել, որը չկրկնել, ասենք Վիկիպեդիան լավն է, Վիկիպեդիան կարելի է մի քանի անգամ կրկնել տեքստի մեջ, բայց ասենք խառը տեղերից քաշածը կարող է պետք չի, հա, այդպես լիքը նյուանսներ կա, բայց more or less պարզ է, այս data-ն հավաքելու համար դու մարդ չես վարձում, հա, սա կոդ է, որտեղ տերաբայտեր է, մարդը չի կարելի դրանք կարդա երբեք էլի դի SF-ին արդեն մարդկանց ես վարձում։ Ասենք կենսաբանին տալիս ես հարցեր կենսաբանություն, ես պատասխանում։ Ինչ չափերի մասին։ Ինչ կա։ Ահա, այդ շատ լավ հարց է, օրինակ, արի տեսնենք, ստեղ իրանք ինչ են արել։ Արի այդ հարցը մի քիչ հետո անդրադառնանք, հա։ Սրա համար պետք է հարց ու պատասխան զույգեր։ Կան կամպանիաներ, որոնց ամբողջ գործը sense data հավաքելն է։ Կար մի հատ կամպանիա Scale AI, որը այս բոլոր մեծ կամպանիաների համար այս data-ն հավաքում էր։ Google-ը իրանից էր առնում, OpenAI իրանից էր առնում։ Իրանք հազարավոր մարդիկ էին ճարում սաղ աշխարհից, որոնք այդ հարցերին պատասխանում էին, data-ն տալիս էին Google-ին, OpenAI-ին, մյուսներին։ Այս վերջերս Facebook-ը սրանց առավ, համարյա կեսը առավ, տնօրեն վերցրեց եւ այլ։ Դրա համար հիմա հաճախ այդ Google-ը բանը արդեն ուրիշ տեղերից են փորձում առնել։ Ու այս բիզնեսում փորձում խաղալ նաև հայկական սուպերանոթեյթը։ Ու հաճախ դժվարանում են բանանել, մարդ ճարել, ով որ կարա այդ հարցերին պատասխանի, որտեղ ասենք այդ մեծ կամպանիաները իրանցից ուզում են, ասենք, վաղը 1000 ծրագրավորող գտեք, որոնք պետքա մի շաբաթվա մեջ 100,000 ծրագրավորման հարցի պատասխանեն, ասենք, սենց է էլի պահանջը։ Դրա համար մի հատ սենց սայթ է սարքել, որտեղ կարաք մտնեք, դառնաք սուպերանոթեյթի համար հարցերին պատասխանող։ Սուպերանոթեյթը դարձել է recruiting business։ Երացրի։ Հիմա այդ սա արվում է այս փուլի համար։ Հիմա այս փուլը հետևյալն է։ Երբեմն դուք տեսած կլինեք, որ ChatGPT-ին մի հատ հարց է գրում, ինքը սենց կիսվում է, երկու հատ պատասխան է գրում։ Ասում է, որն է լավը։ Էդի արդեն շատ ճաշակի հարց է։ Այդ կոչվում է human preference։ Մարդիկ որը կուզեին կարդալ։ Դու դրանով կարաս լիքը ուրիշ հարցեր լուծես, օրինակ կարաս դրանով, օրինակ ասենք Հիտլերի մասին մի հատ հարց ես տալի, այս մեկը տենց վատ բաներ է գրում, մեկը լավ բաներ, դու կարաս ասես ոնց որ այս Հիտլերի մասին լավ բաներ մի ասա, գրեսին նո։ Հա։ Հետո կարաս ասենք քաղաքական հարցեր են, մեկը այս կուսակցությունն է պաշտպանում, մեկը այն կուսակցությանը, դու ասես չէ, սրանք վատ են, այնց պատասխանի, որ նեյտրալ լինի։ Հա, որտեղ այդ ասենք պատկերացրեք ChatGPT-ից 100 միլիոն մարդ է օգտվում Ամերիկայում, եկե պարզվի, որ ChatGPT-ին իօգուտ եսին, որ տեխնացուի է խոսում։ Մեծ թեմա է, սկանդալ է, հա։ Դրա համար ոնց որ այդ դեպքում հարցերը գրում է մարդը, ասենք ով որ ուզում է այդ բաները ստուդիա, քաղաքական հարցեր է գրում, բայց պատասխանը մարդիկ էլ չեն գրում։ Ուղղակի ընտրում են AI-ի տված պատասխաններից որն է ավելի լավ։ Okay? Preference data է դա կոչվում։ Հարցա, պատասխանի տարբերակ 1, 2, 3, 4, մարդը ասում է, այս եմ prefer անում։ Էլի labeling է, բայց դու չես գրում պատասխանը, դու ուղղակի ասում ես որն է լավ։ Okay? Այդ տարբերակները բանոց։ Դրանցից ինչն ենք անցել։ Հա, okay, մենք անցել ենք, երբ որ մենք հիմա մեր անցած կոդով հաջորդ տարը predict ենք անում։ Ոնց ենք predict անում։ Մենք forward pass ենք անում, ինքը բառարանի տառերի վրա տալիս է հավանականություններ, չէ՞։ Մենք հիմա վերցնում ենք argmax, չէ՞։ Որի հավանականությունը մեծ է, այդ ենք ընտրում։ Հիմա
ChatGPT-ն տես չի անում։ ChatGPT-ն ընտրում է multinomial distribution-ով։ Կարծեմ այդպես բան եղել է մեր կոդերի մեջ։ Ոչ թե ընտրում ենք միշտ ամենահավանականը, այլ ընտրում ենք բոլոր տարբերակներից, բայց այն հավանականություններով ինչ որ predict-ը է։ Այդ եթե էլի RAM անեմ, ուրիշ բան կընտրվի, չէ՞։ Այդ մենք հաստատ արել ենք, այն որ անուններ ենք վերջում գեներացնում տրեյնինգից հետո, ասում ենք հələ մի 100 հատ անուն գրի։ Հիշում եք, այն որ նայում ենք ինչքան հաջող կամ անհաջող անուններ են, այդ նույն կոդն էր։ Հա, մի անգամ կանչում ես մի հատ անուն է գեներացնում, մի հատ էլ ես կանչում ուրիշ է, մի հատ էլ ուրիշ։ Հիմա պատկերացրեք, այդպես 4 հատ անուն է գեներացել, տալիս ենք, դուք ասում եք, էս լավն էր։ Հա, այդտենց հավաքվում human preference data։ AI-ին ասում ենք generator stochastic, ու իրան ասում ենք էս լավն է, էս վատն է։ RLHF-ը մի հատ ալգորիթմ է, որ դրա միջոցով կարողանում է update անի։ Նայեք, այս SFT-ի update-ը շատ հեշտ է, նույնն է ինչ որ pre-training-ի loss-ը համարյա։ Ես ձեզ ասեմ ինչն է տարբերությունը։ Նայեք, pre-training-ում մենք բոլոր տառերի վրա loss ենք հաշվում։ Չէ՞, գրում ենք ամեն տառից հետո դրա հաջորդ տառն է predict անում, loss-ը հաշվում ենք։ Հետո այդ տառը գրում ենք, այդ դրա հաջորդն է predict անում, loss-ը հաշվում ենք։ Pre-training-ը հեշտ է, էլի ամենապրիմիտիվը էդ է։ SFT-ում մենք loss-ը հաշվում ենք մենակ պատասխանների վրա, հարցի վրա չենք հաշվում։ Այսինքն տված է հարց պատասխան։ Մենք էլի կարանք բոլոր token-ների վրա loss հաշվենք, բայց իմաստ չունի հարցի վրա loss հաշվել, էլի, որտեվ մենք չենք ուզում, որ ինքը այդ հարցերը գեներացնի, մենք ուզում ենք այդ պատասխանները գեներացնի, երբ որ այս հարցը տվել են։ Հա, դրա համար SFT training-ի ժամանակ հարցի վրա gradient չեն ուղարկում, չեն հաշվում, մենակ պատասխանի վրա են ուղարկում։ Որ ես այդ հարցը տալիս եմ իմ բառերով, հարցից մոռացին հարցը, հա, դի հասկանա չէ, որ ես շատ լավ։ Դուք ասում եք, որ եթե ձեր հարցը ուրիշ ձևերով ձևակերպված քան SFT-ի դատայում էր հավաքված, ոնց է ինքը ջոկում, որ դա նույն հարցն է կամ ոնց է այդ պատասխանը բերում։ Այդ գալիս է իր pre-training-ի խելքից։ Ինքը pre-training-ում արդեն սուպեր խելոք է։ Ուղղակի մենք իրան հələ ինչ-որ skill-եր պետք է տանք, էլի, ճիշտ պատասխանել, ճիշտ ձևի պատասխանել։ Այսինքն այդ մասը ինքը ոնց որ գիտի արդեն, որ այս բառերը սրան նման են, էսի սրանից էսը։ This is a kid, another professor, this is correct. But what are this is text. Եթե նայեք pre-training-ը այնքան մեծ է, որ իր մեջ լիքը տեքստեր են եղել, լիքը տարբեր ձևակերպումներով, լիքը բան, ինքը լրիվ սովորել է անգլերեն հասկանալ ստեղ արդեն։ Այսինքն իր language understanding-ը ստեղ չի փոխվում SFT-ում։ Ինքը շատ լավ գիտի, որ բառը որին է նման, որ կոնտեքստում ինչ է նշանակում, ով ոնց է խոսում, տառասխալները ոնց են ելնում, այդ սաղ ստեղ եղել է արդեն։ Հիմա երբ որ մենք իրան ասում ենք, որ այս հարցի պատասխանը էս է, ինքը տենց overfit չի անում հենց այդ հարցի բառերի վրա, էլ ինքը մի քիչ խելոքանում է այդ հարցի ուղղությամբ, բայց ինքը արդեն ստեղից գիտի, որ այդ հարցը կարող ուրիշ ձևակերպվել, բան։ Okay։ Հիմա SFT train անելուց այդ է տարբերությունը pre-training-ից, որ հարցի token-ների վրա gradient չենք հաշվում։ Այս մասը բազա չէ։ RLHF անելու համար այդ սաղ չի աշխատի, որովհետև մենք ինչա պետք է update անենք, էլի։ Ասենք մեզ երկու հատ պատասխան է տվել, մի պատասխանը լավն է, մի պատասխանը վատն է, ինչ loss հաշվենք։ Ու ճիշտ պատասխան չկա, ուղղակի այս մեկը սրանից սրա համեմատ լավն է։ Այս սրա loss-ը լրիվ ուրիշ կինո է, որը մենք այս կուրսում չկա, բայց կանենք փորձենք անցնենք։ Դա լրիվ ուրիշ բան է, training-ի pipeline-ը սրա համար գործում։ Շատ է տարբերվում SFT-ից ու pre-training-ից, բայց էս էլ է շատ պետք։ Այդ human preference data-ն պետք է, որ ինքը align-ը լինի մարդկանց ցանկություններին։ Հիմա այս Կարպատի ձեձյան 8000 տողով կոդ է գրել,
որը ունի tokenizer։ Tokenizer-ը հենց մեր կուրսի վերջի թեման է, տեսել եք երևի։ Հա։ Չեմ հիշում։ Չեմ հիշում։ Էսա tokenizer-ը։ Tokenizer-ը այն է, որ ոչ թե տառերով գնանք, հա մենք հիմա ինչ-որ կոդ գրել ենք, տառ գնում։ Այսպես տառախմբերով, որը ստատիստիկայով է որոշվելու։ Հա, այսինքն ոչ թե լեզվաբաններն են մտածել, որ եկեք բառերը սենց կտրտենք, կամ Բայց հիմա որ block size-ը դնում ենք 3 արդեն։ Չի՞։ ինքը մեկ-մեկա չէ predict-ան։ Հա, predict արած իջա token-ը։ Նայեք, block size-ը որոշում է, թե կոնտեքստը ինչքան է։ Դա կապ չունի։ Բայց իր ամեն մի unit-ը ինչի հետ ինքը աշխատում է տառը։ Ուղղակի մի կոնտեքստի մեջ կարող է 1000 տառ լինի, բայց ինքը հաջորդ տառն է predict-ը։ Հիմա ChatGPT-ն տես չի էլ, ինքը ոչ թե հաջորդ տառն է predict անում, այլ հաջորդ մի հատ տառախումբ, որը կոչվում է token։ Թե տեքստը ոնց է կտրտվում token-ների, դա սովորվող ալգորիթմը, որը ստեղ բացատրվում է։ Okay։ Հիմա Կարպատին ստեղ էդի գրել է, պրիտոմ Rust-ով է գրել, չգիտեմ, երևի որ կարող է գրնի։ Հետո pre-train-ը անում transformer LLM-ը, transformer LLM-ը մեր կուրսում կա։ FineWeb-ի վրա, FineWeb-ը open source data է pre-training-ի համար։ Ստեղ մի հատ կարևոր նյուանս։ Աշխարհում ոչ մի ֆիրմա չի բացահայտում, թե ինչ դատայի վրա է pre-train-ը։ Այդ ունի տարբեր պատճառներ։ Հիմնական պատճառը այն է, որ մեջը լիքը գողացած դատա կա բոլորի մոտ, որը եթե բացահայտվի կինո է, էլի։ Ասենք New York Times-ի բոլոր հոդվածների վրա ChatGPT-ն սովորել է, ոչ չգիտա բացահայտի, որ New York Times-ի հոդվածների վրա սովորել է։ Բայց New York Times-ի իրավաբանները դատի են տվել արդեն OpenAI-ին, որովհետև ցույց են տալիս, որ ChatGPT-ին New York Times-ի ասենք 78 թվի մի հատ թերթի հոդվածի երկու նախադասություն գրում ես, ասում ես շարունակում։ Ասում են ես ոնց։ Այդպես հələ գրում է դատը, ու New York Times-ի հետ չէ, բայց ինչ-որ մի երկու ուրիշ թերթերի հետ արդեն մի հատ պայմանագիր ունի OpenAI-ը, որ մենք ձեզ մի քիչ փող կտանք, բայց ձեր թերթի տվյալները տվեք։ Ասենք կարծեմ Wall Street Journal-ի հետ ունեն, այլն։ Հիմա FineWeb-ը մի հատ դատա է, որը հավաքել է Hugging Face ընկերությունը։ Այդ հավաքողներից մեկը եկել էր Datafest-ին, by the way, որը կարաք download անեք ու նորմալ դատա է, էլի Hugging մտածած, մաքրած ու շատ մեծ, կարծեմ տեքստը, անվերջ տեքստը։ Այդ տեսեք 15 տրիլիոն token դատա է։ Training set-ը ինչ-որ մեկի հաշվածն է, էլի, չեմ կարող ասեմ ինչ tokenizer-ով են հաշվել, թե քանի token է, որտեղ tokenizer-ը որ փոխես, token-երի քանակը կփոխվի։ 108 տերաբայտ է, կարաք download անեք։ Public դրած է Hugging Face-ի սայթում, ու մարդիկ շատ ակտիվ օգտագործում են, տեսեք, այս ամիս քանի հատ են download արել այս դատան։ Այդ ձախը հենց դատա։ Էս մի հատ նախադասություն է, ինչ-որ ID ունի, որ եթե պետք է հիշես ուր ես հասել, որ տոկնես, ասել որտեղից է այդ դատան գտած։ Okay։ Այդ ոնց որ open source pre-training-ի դատա է մերպես մարդկանց համար։ Ուրեմն այդ է սարքը, որ FineWeb-ի վրա կարաս pre-train անես այս կոդով։ Այդտեղ ոնց որ կոդի տեսակետից այդ համարյա նույնն է, ինչ որ մենք անցնում ենք, այդտեղ շատ նորություն չկա։
Հետո mid-train, այս էլ թազա տերմին է, որը pre-training-ի ու SFT-ի արանքում էլի մի հատ training-ը, գիտեք ոնց կարաք պատկերացնեք, որ pre-train-ը շատ անտեր data է, էլի ոնց որ տենց plain ball, mid-train-ը մի քիչ ավելի մաքուր data է սովորաբար, քանի գնում է training-ը, այնքան data-ի որակը կարևոր է դառնում։ Այսի ինչ-որ small talk-ը, այս էլ է Hugging Face-ից, սրա մեջ dataset-ը, որտեղ կոնկրետ տեսակի հարցեր են, օրինակ multiple choice հարցեր են, multiple choice-ը գիտեք չէ՞, քան տանսերի հարցերն են, որ ABC-D պետք է ընտրես։ Այդպես data է այս user assistant conversation-ներ են small talk data-ից։ Հա, չէ, ճիշտ սխալը։ Այս tool use-ը вообще մի հատ կոնցեպտ է, որ արժի իմանալ։ Չկա կոնցեպտ կա արդեն։ Tool use-ը այն է, որ եթե ձեր AI-ը կարա ինչ-որ պահի որոշի, որ օրինակ ուզում է Google search-ը։ Հիմա ChatGPT որ բան է գրում search անում, չէ՞, մեկ-մեկ տեսել եք։ Կամ Gemini-ը։ Այդ ինչ է նշանակում։ Այդ AI-ը սենց գալիս է, պետք է պատասխանի, մեկ էլ ասում է հոп հələ մի հատ search, ասում է ինչ search, այդտեղ լռնում է, Google-ը գնում է search անում, պատասխանները բերում է, prompt-ում գրում է։ Հետո նոր AI-ը շարունակում է այդ պատասխանների հիման վրա իր արձագանքը ձեզ ասել։ Այսինքն պետք է որոշի որ բանը Հա, այս data-ի մեջ այդտենց բան կա, որ այս պահին հələ գնա search արա, այս պահին գնա կալկուլյատոր օգտագործի։ Ձեր դու գիտեք ինչը կարող նկատել եք, ChatGPT Python-ը մեկ-մեկ գրում հարցի պատասխանելու համար։ Որ իրան ոչ թե ասում ես, ասում ես մաթեմատիկական հաշվարկարան, գիտի, որ ինքը մաթեմատիկ չգիտի, ասում ես սպասի Python-ի կոդ գրեմ, աշխատացնեմ, արդյունքը տամ։ Այդ էլ է tool use։ Python-ը tool է։ Google search-ը tool է։ Այդ tool-երը այսպես data-ով կարաս սովորացնես էլի։ Հետո պետք է software-ի մակարդակով ինտեգրես, որ ասենք ինքը հենց ինքը ոնց է, ինքը token-ներ չէ predict անում, ինքը ուրիշ բան չգիտի։ Հենց ինքը գալիս է ասում է tool use-ի token-ը դնում, ասում է Google query-ն է տալիս, դու այդ պահին իրան stop ես տալի, դու գնում ես code-ով Google-ում search ես անում, պատասխանը բերում ես, գրում ես իրան, նորը իրան ասում ես շարժել։ Դա պետք է ոնց որ implement արվի։ Հա, հաճախ հատուկ token-ով են անում։ Կարաս հատուկ token-ով չանես, կարաս text-ով գրես։ Սա կաչել։ Այս small talk-ի մեջ փաստորեն կա նաև tool use-ի data։ Այդ դրա վրա ենք շարունակում pre-train անել, անունը դրա mid-train-ն է, բայց նույն կոդն է, էլի ուղղակի որակապես է ուրիշ բան, հա։ Դրա համար է կոչվում mid-train։ Հետո SFT-ն էլ ինչ-որ ցույց տվեց։ Այդ ոնց է բացվում։ Supervised fine-tuning։ Էլի ինչ-որ dataset-երի վրա ստուգվում է math-ի, կոդի, եսի ինչի տեստ բաները։ Հետո reinforcement learning-ն է, որը նոր պատմեցի, optional-ի է գրած, որ այս GSM 8K-ը բանա math-ի հարցեր են, ու այդ մեթոդը reinforcement learning-ի տարբեր ալգորիթմներ կան, էլի ստեղ գրած էր RLHF, չէ՞, այս նկարում։ RLHF-ը մեթոդներից մեկն է, բայց սրա լիքը վարիացիաներ կան, ու դրանցից մեկը կոչվում է GRPO, որը օրինել է DeepSeek-ը։ Այս անցած դեկտեմբերին DeepSeek-ը որ մեծ շուխուր արեց, այդ շուխուրի բովանդակային մասերից մեկը GRPO-ն էր։ Իրանք շատ հեշտ reinforcement learning-ի մեթոդ են մտածել, շատ հեշտ։ Որը ու ցույց են տվել, որ աշխատում է։ Ասենք OpenAI-ին բանենք, մինչև այդ շատ ավելի բարդ բաներ էին, էլի։ Իսկ սրանք GRPO-ով math-ի որակը իրանց մոդելի լավ լավացրին, ու այդ հիմա բոլոր framework-ներում կա GRPO։ Այդ թվում այս Nano GPT-ն։ Հա, GRPO-ն բաց է։ Այս ինչ է, efficient inference,
Մենք 4 տվյալ ենք ծառայում Շատ լավ հարց է, թե reinforcement learning-ի ժամանակ ինչ սիգնալ ենք տալիս իրեն, ոնց ենք ասում, որ պատասխանն լավ է։ Եթե պետք է մի բան անել, օրինակ կարանք ասենք, որ եթե մաթեմի խնդիր ես լուծում, խնդրի պատասխանը պետք է ինչ-որ երկարություն ունենա։ Ասենք սովորացնում ենք, որ մի քիչ երկար մտածի կամ երկար խոսա։ Այդ կարող լինի մի հատ սիգնալ։ Այսինքն ոչ թե մարդն է տալիս, այլ մի հատ ծրագիր ես գրում Python-ով, որը օրինակ չափում է երկարությունը։ Խաղի կանոնը շատ բարդ է հնչում։ Այդ կոչվում է reward, մի հատ ֆունկցիա պիտի լինի, որ այս պատասխանի համար մի հատ թիվ տա, որ 8 հատ պատասխան լինի, ասի ես սրան այսքան, այսքան, որ preference-ը գնա էլի։ Հա, հաճախ այս դիպսիկի հոդվածում այս GRPO-ի reward-ները շատ պրիմիտիվ բաներ են, այդպես բարդ բաներ չեն։ Բայց կարող լինի նաև այս մաթեմի խնդիրների համար մաթեմի ճիշտ պատասխանը։ Այսինքն դու իրանից կարաս ասես, գիտես ինչ, ես քեզ խնդիրը որ գրել եմ, դու մի 1000 token տեքստ գրի, բայց վերջում պետք է պատասխանը ճիշտ լինի։ Այսինքն reward-ը այնա, որ լուծումը գրած է, ինչ որ լուծման բառերի քանակի վրա է մի հատ բան դրած, ու վերջնական պատասխանի ճշտության վրա է դրած։ Like version of the patterns. Բանից շերվել։ Ու սրա շատ գազազած տարբերակները կա, շատ խորացած։ Օրինակ գիտեք ինչ ձևեր կա։ Ձևեր կա, որ դու իրան ասում ես այդ մաթեմի խնդրի ապացույցը գրի մի հատ հատուկ լեզվով, որը ոչ մեկը չի անցել, կամ proof լեզուներ, այսինքն մաթեմի ֆորմալիզացրած լեզուներ կան, որ ծրագիրը կարա այդ տրամաբանական քայլերը ստուգի։ Մաթեմի ապացույցը ոնց ենք մենք գրում, մենք աչքով ջոկում ենք, չէ՞, հաճախ ճիշտ է ապացույցը թե չէ։ Ասենք ես երկուսից էսի հետևում է, թե չէ։ Ասենք եթե գրած է A-ից հետևում է B, գրած է B-ից հետևում է C, մենք կարանք եզրակացնենք, որ A-ից հետևում է C։ Դա տրամաբանական քայլ է, որը մենք անցել ենք, կոպիտ ասած, ու կիրառում ենք։ Չէ՞, խնդիր ապացուցելուց, հատկապես ենք բանի էլի մաթլոգիկայի բանի դասերի։ Այդ դրա ֆորմալ լեզու կա, որ կարաս այդ լեզվով գրես ապացույցը, ու ծրագիր կա, որ կարաս ստուգի ճիշտ են քայլերը, թե չէ։ Այդ ծրագիրը չի կարող գրի ապացույց, բայց քո գրածը կարաս ստուգի, կարա տենա այդ կանոնները ճիշտ ես մաթեմի, աքսիոմներին ես հետևում մաթեմի, թե չէ։ Հիմա ձև կա, որ դու այս մաթեմի խնդիրները այդ լեզվի բերես, այդ լեզվով AI-ը սովորի պատասխանել, ու այդ ժամանակ դու կարաս այն ստուգող ծրագրով ավտոմատ ֆիդբեք տաս քո AI-ին, ասես չէ, սխալ ես անում։ Ոնց է կոչվում։ Այդ երևի դրանցից մեկն է, այն ասում integrated theorem prover։ Լավ չգիտեմ։ Ես ես կոնկրետ այս գիտեմ։ Այս լինը ինքը interactive theorem prover-ը։ Երևի։ Երևի, օքեյ։ Այդ դրա կարգի բաներ կարելի է անել GRPO-ով, ոնց որ հենց անես, որ քո գրածը հնարավոր լինի ֆորմալ ստուգել ու դրանով հետի տա որպես reinforcement learning-ի feedback։ Դες բաներ անում են հաստատ։ Կարա լինի, հա։ Լիքը տենց տեղ կա խաղալու էլի հետաքրքիր։ Հետո ինչ են արել, efficient inference in an engine with KV cache, այս սրա մասին մի քիչ կանցնենք, այս inference-ի արագությունն է, այսինքն եթե ես ունեմ մոդել, որը արդեն train եմ արել, հիմա ուզում եմ արագ աշխատի։
Այդտեղ լիքը դրուկներ կա, թե ինչը կարամ օպտիմիզացնեմ, որ արագ աշխատի, էլի։ Այստեղ լիքը տենց բաներ implement արել է, tool use-ի համար Python-ը արել, Python-ի interpreter։ Եվ մի հատ էլ ինտերֆեյս է սարքել, որ command line-ով կարողաս հետը խոսած կամ web-ով։ Այդ սաղ էս 8000 դոլարի մեջ է։ Okay, ես ասում եմ, որ մի 100 դոլարով կարելի է train անել։ Այսինքն այս ամբողջ fine web-ի վրա իր սարքածը train անելը իհարկե թանկ է, էլի։ Չէ՞, լիքը GPU ռեսուրս է պետք։ Հիմա ասում եմ 4 ժամ 8 հատ հաշարորի վրա կարելի է այս իր code base-ով train անել ու տակը ստանալ ChatGPT, որը ինչ որ որակի կաշխատի, էլի, հա։ Ասում եմ 12 ժամ, այսինքն 300 դոլարով արդեն GPT-2-ին ինչ-որ բաներով անցնում ես։ Խոսքով այնց code base-ը, որ լավ GPU-ներով կարելի է հենց այս code base-ով աշխատացնել ու տենց խելամիտ ChatGPT ստանալ ձեր տանը, ձեր համար։ Հիմա ես մտածում եմ, մի քիչ քննարկենք, թե ոնց սա ինտեգրել է դասի մեջ, հա, մի հատ տեսնենք ինչքան ժամանակ է մնում։ Ասա անրեկորդ է, չորը քիչն է, այդպես չի։ Ինչն է ռեկորդ։ Ինձ թվում է sense open source code base, որ այս ամեն ինչը ըլնի։ Իսկ չգիտեմ, կաթը չկա սրանից բացի։ Երևի այն բանին է կլինի։ Մի հատ Olmo կա։ Ինձ թվում է այս code base-ում էլ այդ սաղ կա, բայց էսի հաստատ հսկայական code base է, էլի։ Այսինքն code base, որ այս բոլոր կոմպոնենտները, ինչը որ այսօրվա ChatGPT-ում պետք է գալիս ունենա, հա, pre-training ունենա, SFT ունենա, GRPO ունենա, inference ունենա, tool use ունենա, այս ոնց որ շատ իրական է սարքած, էլի։ Այդ ահավոր տպավորիչ է։ Ու կարող է արժի այս մի ձև մտցնել մեր դասի մեջ, ասենք, չգիտեմ, կիսամեկի վերջի քննությանը մի բան անել սրանով կամ Մեկ տեսնենք ինչ կոդեր է։ Սա Python, հա։ Այ քու դաժե միոն կա մեջը։ Այս եթե չգիտեմ ոնց է աշխատում։ Միոնը օպտիմայզեր է, մենք gradient descent-ը գիտենք, չէ՞, այդ ենք անցել։ Gradient ենք հաշվում, քայլերով գնում ենք, այս միոնը մի 2 տարի առաջվա մոդել է, օպտիմայզեր է, որը ավելի ուժեղ է, քան gradient descent-ը։ Էլի gradient-ը բաներ է, բայց ինչ-որ second order բաներ ունի ոնց որ։ Հիմա հիմնական ֆայլը չեմ ջոկում։ ու multi GPU training-ով բանով ամեն ինչ սարքել է։ Ու PyTorch-ը։ Ու այս KVK-շն է։ Հա, այսան են ասում engine, լավ։ Հա, աշկիս էսա ցանցը GPT հեռոման եկանք մտիկ գտանք։ Okay, սաղ սարքել է։ Positional embedding-ների բարեկամները QK նորմը կանցնենք հետա։ Relu activation, նորմավորում և multi-query retention, right. Կարող է գիտեք ինչ անենք, ասենք քննությանը, ասենք նրան, ցելևոր մի քիչ օծի մեջ եմ խոսում, էլի պետք է մտածել, բայց ասենք հունվարին, այս code base-ը պետք է լրիվ հասկացած ընկնեք օրինակ, այս կարող է գրել չենք կարնա,
Բայց շատ թույլ է, ոնց որ ես ահավոր ոգևորվել եմ, որ այս pipeline-ը արդեն սենց հասկանալի ռեպո է, էլի։ Իսկ ծերով արեցի դրա համար եկավ։ Այլ հետանը։ Մեկը իրադարձել։ Ինչ կերպա։ Կարպատին նանո չատասարք է, որ 8000 տողով ծերից ծեր ChatGPT է։ Համ pre-training, համ SFT, համ GRPO, համ inference, համ tool use, համ command line interface, համ UI։ Հաթեթավորած, կարաս կանչես, 8 հատ հաշվավորի վրա 4 ժամին train անես, մի բան աշխատի արդեն։ Չեմ հասկանում։ Կնի, հա, ես։ Չնայած այս ռեպոյի նպատակը այդ չի, էլի։ Pytorch-ը implement-ես է։ Չգիտեմ մոդել։ Չեմ գտնում մոդելներ, բայց не знаю։ Այս շատ լավ բան է, մենք հիմա մի հատ սրա վրայով անցանք, որը ինչ է, բան, ոնց հասկացանք։ Հիմա կարանք հետ գանք մեր ոչխարներին։ Այս ճիշտ է շատ process արեցինք այս երրորդ part-ը։ Տնային ոչ մեկ չի անում բացի Hamlet-ից եւ դա քննությանը մի տեղից դուրս կգա եւ ասել է ես 4-րդը նայեք, այս 4-րդը ես նորմալ չեմ նայել, բայց հետաքրքիր է երևի, որտեղ բացատրում է թե gradient-ը vector-ը вообще ոնց է աշխատում։ Ունեք ինչ-որ հարցեր, որ արժի նայել։ Ես շորտում ունեցեմ հասակում։ Давай, երրորդում ունես հարց։ Давай։ Մեծերով բային ասում է բացատրում է այդ initialize assume the network is very confidently wrong, whatever else. Ինքը random թվերը դնում է, ասում է ավելի մեծ սխալ պատասխանների մեծ value, հա, ճշտի, ընտրում է սխալ ասի։ Ուրեմն այդ նախադասությունը confidently wrong նշանակում է հետևյալը, որ երբ որ ինքը ուզում է հավանականություն predict անի տարերի, չնայած դեռ նոր ենք ինի տարերով ինքը տուպո է, մի քիչ տրամաբանական կլներ, որ ասեր ես իմ էլի երևի մի 5% է սա հավանական, 3% է, 2% է, ինչ է, տենց ոչ մի բանի վրա վստահ չլներ։ Համաձայն եք այդ տրամաբանության հետ, որ եթե բան չգիտես, ես ասեմ որն է ճիշտը, պետք է տենց ասենք լավ կլինի գուցե uniform ասես էլի, հա, սուրճ չեմ confidently wrong նշանակում է ինքը ինչ-որ մեկին ասում է 100% է սա, բայց լրիվ անկապ բան է։ Այն, այսինքն որ նոր init ենք արել, այդ պահին inference ենք անում, այդ պահին forward pass ենք անում, հավանականությունները սենց ահավոր սուր է։ Այդ confidently wrong է։ Ինքը հələ բան չի գիտի, բան չի սովորել, ինքը չի կարա ճիշտ լինի,
Բայց confidence-ը տեղն է։ Այսինքն մի մոտիվացիան այն է, որ արի ինիցիալիզացիան նենց անենք, որ դա շատ վստահ ապուշ բաներ չասի, էլի պարզա ապուշ բաներ ասելու, չես կարող խուսափես, որ նոր ենք ինիտ հարա, դատա չտեսը, բան չգիտի, պետք է հիմար բաներ խոսը։ Բայց գոնե դա շատ վստահ չլինի, էլի։ Այդ նաև կօգնի գրադիենտը տենց լավ ուղարկելու, էլի, որ մի քիչ սենց հարթ լինի, հա, եթե տենց արդեն շատ սուր է վիճակը, դժվար է սովորել, երբ որ շատ վստահ ես, որ այսօր ճիշտ պատասխանը, ոնց որ շատ պատի քեզ տա։ Բայց միևնույն ժամանակ, ասենք շատ ուտել այդ բանը, տենց confidence բան կա, բայց այն երկրորդ ստեպից, ասենք, այդ կարելի փոխանցի։ Ոնց որ մի քայլ մեկը ոնց հասնի։ Նախ մի քայլ չի, էսի 10,000 քայլ է, հա։ 10,000 ստեպից ինքը արդեն Հա, գին բան սովորում, հա։ Բայց ստացվում է ինչ շահել է, այսինքն այդ 10,000 քայլն է, որ ինձ դարձած։ Այդ էքսպերիմենտը արեք տեսեք, ասենք եթե լավ ինիցիալիզացրեք ու վատ ինիցիալիզացրեք, տեսեք նույն տեղն է վերջում գալի Մի քիչ լավանում է, Եթե մի քիչ լավանում է, այդ լավ է, էլի, նո։ Այդ նշանակում է նենց չի, որ այդ 10,000 քայլներ տարբերությունը։ Չէ՞։ Այդ հարցի պատասխանը ես տենց շատ լավ չգիտեմ, այսինքն այդ պետք քեզ բայ քեզ կարող տարբեր լինի, այսինքն եթե լավ տեղից ես սկսում, ավելի լավ տեղ հասնում ես անկախ ժամանակից, թե չէ, հա, որտեղ եթե վատ տեղից ես սկսել, դու կարող արգումենտ բերեք, որ օքեյ, մի քիչ երկար սպասեմ կհասնեմ լավ տեղ, էլի, հա։ Բայց ոչ միշտ է տենց։ Այսինքն կարող է որ վատ տեղից եմ սկսել, ինչքան էլ երկար տրեյլ անեմ, մեկը լավ տեղ չհասնեմ։ Դրա համար իմաստ ունենա, ես լավ տեղից սկսեմ։ Հա, ու այս ինիցիալիզացիայի իմաստը այնա, որ եկեք լավ տեղերից սկսենք։ Լավ տեղերը տարբեր իմաստներ ունեն, հա, լավ տեղերը, որ արդեն տենց հարմար տեղ է, լավ տեղը այն, որ գրադիենտը լավ է հոսում։ Հա, այդ saturation-ի խնդիրներից մեկը, երբ որ ինքը overconfident է, նաև այնն է, որ այդ հաճախ նշանակում է, որ տակի շերտերում էլ, ասենք, այն տանգես հիպերբոլականի ծերերի վրա ես։ Իսկ այդտեղ գրադիենտը միշտ վատ է, էլի։ Դրա համար արժի նենց ինիցիալիզացնել, որ միշտ այդ տանգես հիպերբոլականի մեջտեղներում լինեն արժեքները։ Նաև դրա համար այդ բաչ նորմը մտածած բան, հա, որ միշտ նենց տիրույթում լինեն քո արժեքները, որ գրադիենտը նորմալ հոսի։ Այսինքն հիմա հասկանամ դեպքից կախված կարող ավելի ինիցիալիզացիա լինի։ Համաշխարհային Հիմա պրակտիկայում եկել է նրան, որ կան ինչ-որ ինիցիալիզացիայի տեխնիկաներ, որ այստեղ պատմում է, չէ՞, դրանցից մի երկուսը, մեկը բաժանած արմատենով պրոցեսի մեջ։ Որ այդ դրանք ոնց որ թե օքեյ են, ու բոլորը տենց են ինիցիալիզացնում։ Ու այդքան կախվածություն seed-ից չի լինի։ Այսինքն եթե ես ուրիշ seed-ով սկսեմ train անել, շատ հաճախ նույն թվերին եմ հասնելու, եթե այդ մեթոդով է ինիցիալիզացրել։ Այդ ոլորտում ինովացիան ավելի շատ ընդեղ է, թե եթե մի հատ նոր layer եք սարքում, օրինակ որ տրանսֆորմեր եք սարքել, ինքը մտածել է տրանսֆորմերի մեջ այդ բանաձևը պահի, թե չպահի ինիցիալիզացիայի համար։ Եթե արխիտեկտուրայի մեջ բան ես փոխում, կարող է մի հատ էլ արժի մտածել ինիցիալիզացիան ոնց անել, բայց եթե MLP ես անելու, MLP-ն սենց արա, ոնց որ արդեն մտածած հաշված է, էլի, հա։ Սրանք մի մասը շատ էմպիրիկ չեն, մի մասը նույնիսկ մտածած բանը, մաթեմով է դուրս բերած այդ արմատենները, բաները։ Paper-ներ կա, որ կարող եք նայեք էլի, տենց 2010-12 թվերին, արդիկ հաշվում ջոկում էին էլի, ինչ արժի անել, որ եթե input-ը 0-ի շուրջ է, ակտիվացիաներն մնան 0-ի շուրջ, այդ ինիցիալիզացիաներով։
ու այդ որ սկզբից այդքանը երաշխավորում ես, հետո արդեն գրադիենտները փոխելով այդ պայմանները քիչ թե շատ պահպանվում են էլի։ Ու այս սրա հետ կապված խաղացեք տեսեք էլի իրոք, հա, ուշադրություն դարձրեք, մինչև վերջ ինչքան է իջնում, ու արդյոք որտեղ կարող նենց ինիցիալիզացնեք, вообще չի իջնի։ Իսկ այդ որ խոսում են կենտանգեցի բեպոլեկանի մասին կամ առհասարակ խոսում են պլատիոջիները, որ վարդանում որոնք 17-րդ րոպեն։ Մի հատ եք ասեք, ինչ է խնդիրը։ Այդ նրա ինքը գրաֆ գծեց, որոշում է ձեր աշխարհը սա միտուս մեկի ու մեկի աշխարհը շրջեր չարվեկներ մեջ։ Պնդում է, որ այդ տիպը հատա Ինչի ավատ։ Ինչի ավատ, հա։ Իրականում մինուս մեկով ոչ մի բան չենք շահում ուղղակի ստացվում է։ Նայեք, հարցը հետևյալն է, թե տանգես հիպերբոլականի ակտիվացիայից հետո եթե բոլոր արժեքները կամ -1 են կամ +1, այդ ինչով է վատ։ Դրա վատը այն է, որ այդ կետերում գրադիենտը 0 է։ Այսինքն, եթե ես հաշվել եմ տանգես հիպերբոլական linear layer x, հա, ստացել եմ +1, հիմա ածանցյալը ըստ x-ի, այդ դրա մեջով անցնելուց դառնում է 0, որտեղ տանգես հիպերբոլականը այդ կարա գրաֆիկով պատկերացնեք էլի։ Տանգես հիպերբոլականի գրաֆիկում, երբ որ ինքը 1 է, տեղ հարթ է։ Այդ նշանակում է, որ եթե ինչ-որ մի հատ նեյրոնի տանգես հիպերբոլականը միշտ 1 է, ուտի մեռած նեյրոնը, դրան չի լինում տեղից հանել։ Հա, որտեղ գրադիենտը իրանից ներքև արդեն 0-ով է բազմապատկվում։ Դրա համար ցանկալի է։ Այդ նեյրոն, հա, որտեղ այդ լեյերում շատ կան նեյրոններ։ Նես չի էլի, որ տակի բոլոր լեյերները արդեն զիպիլ են, չէ, մենակ այդ դրան մտնողն է զիպիլ։ Հա, որտեղ այդ կողքը նեյրոն կար, որը առողջ էր։ Հավելի է, վերաբերում է synthetic activation function, ըստ մենք եթե միշտ խուսափում ենք, որ այս մեջուջին կենտրոն։ Հա, մենք միշտ ուզում ենք խուսափենք, որ անկախ activation-ից, այդ activation-ի hard մասերում մեծ կուտակումներ են։ Օրինակ ռելույում այս ձախ կողմը կարող կուտակվի, բայց պետք է աջ կողմը մարդը լինի, այսինքն եթե տեսնես, որ բոլոր ինպուտների համար այս նեյրոնը ռելույում տալիս է բացասական արդյունք, այսինքն ռելույից հետո 0, այդ նեյրոնը էլ արդեն իմաստ չունի։ Ինքը միշտ 0 է ու իրեն փոխել էլ չի լինի։ Դրա համար լավ կլինի, որ այդ նեյրոնը նենց լինի, որ իր որոշ ինպուտների դեպքում 0 լինի, որոշ ինպուտների դեպքում 0 չլինի։ Իհիտ ինքը ավելի հուսալի է, այսինքն ինքը այդքան վատ չի լինի։ Դրա համար են սարք է, հենց ասեմ։ Այդ թեք ռելում, լիքի ռելու են ասում, դրա համար է մտածած, որ այս կողմից մի քիչ գրադիենտ հետ կա։ Բայց որ ասեմ տենց հիմա ինչ են շատ օգտագործում, այդ սվիգլում վիգլուն է հիմա այս տիպի սայթ բաներում, ցանցերում։ Լեգ տեսնենք այս նանո GPT-ում ինչ երկանանք գտնենք։ Փորձի։ Նանո chat։ Նկարենք գտնենք activation-ը։ For safe attention, այս attention-ի ներսն է, ստեղ ակտիվացիա, երևի դաժե չկա,
MLP, ո՞նց է ռելուա դրա, ռելուի քառակուսի է, հա, միտեղ գրած էր նոր չէ, տեսանք։ Տեսեք, մարդը որոշել է ռելուի քառակուսի դնի։ Իսկ այս 0-0 է, իսկ այս կողմը 0 է։ Ինչ-որտեղ կա էլի ակտիվացիա։ LM head-ը սրա վրա բանը դնելու, softmax, init weights, pre-compute embeddings, estimate flops, սա շատ լավ բան է, ոնց տարի տվել էի քննությանը։ Մոտավորապես հաշվում եք, թե քանի GPU operation-ը անում ցանցը մի հատ աշխատանքի ժամանակ։ Ինչ որ տեղերում կա տան հաշես, ինչն է։ Ինչ տեխնիկաներ այն, դες soft cap-ը ես չեմ հիշում ինչ էր։ Աստորեն որ ստանում եմ logից, այսինքն այն logից-ը գիտեք ինչն է, երբ որ պետք է արդեն ստանամ հավանականությունները, այդ հավանականություններից մի քայլ առաջ։ Հա, սրանք ինչ որ թվեր են, որոնք softmax-ի մեջ որ դնեմ, կդառնա հավանականություն։ Դրան ասում են logit։ Հիմա սրանք logit-ը մի հատ ծռմռում են մեջը տանգասի հիպերբոլականով։ Բայց այս ինքան նեյրոնային ցանցի ակտիվացիա չի, ես ամենավերջի շերտն եմ պրոստը։ Իսկ հնարանքում ռելուա օգտագործե Ուրիշ բան չկար, սվիգլու չկար։ Так, ես մոտավորապես հասկացանք, չէ՞, որ մենք ուղղակի ուզում ենք, որ գիտեք, այստեղ կարևորը է, որ ամբողջ դատայի վրա այտենց չէ, էլի։ Ասենք, եթե դատայի մեջ կան կետեր, որոնց վրա մեկ է, օքեյ։ Բայց եթե ամբողջ դատայի վրա անկախ input-ից ինչ եմ տալիս, նույն բանն է տալի, շատ մոտ է։ Եթե անկախ input-ից կամ -1-ը կամ 1-ը, էլի լավ չի, արդեն այդ ինքը անիմաստ չի այդ նեյրոնը, որտեղ կեսին ասում ես կողմ, կեսին այն կողմ, ասենք այդ նեյրոնով կարող է որոշվում է ձայնավորա թե բաղաձայն օրինակ, ինքը իմաստ ունի, բայց ինքը էլ սովորող բան չի, ինքը վсё արդեն սովորել այստեղ, այդ առումով ավատ։ Միայն բայց եթե նայենք սա հորիացողականն է սերվերի գրաֆիկ Նայենք, հետ գնամ։ այս բանից Այսօր կարող է նշանակում, որ ընդհանրապես ոչ մի կարծիք չունի ոչ մի բանի մասին, էլի։ ոչ մի դիսկրետի ոչ մի Ցանը սրա վրա է ցածր բան։ Okay, so maybe something like this. Here's going to like this. So this is what part of the and this is the result that we get. And then just as a reminder, I put down the losses that we saw previously in the contract. So you see that we actually get an improvement here. And just as a reminder, we started out with a validation loss of 2.17 when we started. By fixing the softmax being confidently wrong, we came down to 2.13.
And by fixing the condition which was saturated, we get down to 0. And the reason this is happening, of course, is because our visualization is better, and so we're spending more time in productive training instead of not very productive training because our ratings are set to 0, and we actually learn very simple things like being with confidence in flat backs and heating, and we're spending cycles just like squashing our matrix. So this is illustrating basically visualization and its impacts on performance just by being aware of the internals of these neurones and their activation for gradients. Now, we're working with very small. This is just one layer of the multi-layer perception. So because the network is so shallow, the optimization problem is actually quite easy and very forgiving. So even though our visualization is terrible, the network still works eventually. It just got a bit worse itself. This is not the case in general. Once we actually start working with much deeper networks that have say 50 layers, things can get and these problems just add up. And so we actually get into a place where the network is basically not treated at all. It's bad enough. And the deeper your network is, the less forgiving it is to some of these errors. And so something to definitely be aware of and something to scrutinize, something to plot, and something to be careful with. And yeah. Okay. Հաստորեն համաձայնվում աստեղ, որ եթե ցանցը լիներ ավելի մեծ, ավելի բարդ, ավելի խորը, այս տեսակ դեֆեկտների նկատմամբ զգայունությունը մեծանում է։ Որտեղ ասենք, եթե չգիտեմ 50 layer-ը, մեկը 47-րդ layer-ում մի քանի հատ նեյրոն վատն են, հետո 45-ում էլ է մի քանի հատ վատը, հետո 40-ում էլ է մի քանի հատ վատը, այդ ամեն մեկի վատ լինելու պատճառով իրանից ներքև արդեն գրադիենտ չի գնում։ Ու սենց քանի այդ վատերը սենց շատանում են, իրանք սկսում են արդեն բլոկ անել ամբողջ գրադիենտի հոսքը, էլի։ Հա, դրա համար սխալի կուտակում է գնում, էլի, դրա համար արդեն շատ ավելի զգայուն է պետք կլնել ու շատ իր է պետք կլնել, որ ոչ մի layer-ում ոչ մի վատ բան չգնա։ Նայեք, այսօրվա պրակտիկայում, որ մենք ինչ-որ բաներ train ենք անում, մենք սրան շատ ուշադիր չենք, որովհետև մենք օգտագործում ենք ինչ-որ իմպլեմենտացիաներ, որտեղ սրանք մտածած է արդեն, գիտեն ոնց ինիցիալիզացնել։ Հա, ասենք, չգիտեմ, այս տարի դժվար մեր լավում ինչ-որ մեկը նայած լինի այս distribution-ներին, էլի, որտեղ վերցնում եք transformer, որի համար հայտնի է ոնց է պետք ինիտ անել բան, բայց երբ որ նոր բան եք մտածելու, պետք է ուշադիր լինելու, գիտեք երբ եք դրակում։ Այստեղ միտեղ կարծեմ էդի կարող է եւ անցնենք։ Նայեք, երբ որ ունեք նեյրոնային ցանց, որը առաջի layer-ում ամեն բառի համար մի հատ վեկտոր է կամ ամեն տառի համար մի հատ վեկտոր է ընտրում, չէ՞, lookup table-ներ ոնց որ չէ, այդ embedding matrix ունեինք, որտեղից ընտրում էինք։ Հետո այն վերջի layer-ում էլ հակառակ գործողությունն է, չէ՞, որ ամեն վեկտորից պետք է որոշենք էսի որ տառն է։ Ոնց որ այդ վերջի layer-ը ինքը ինչ է անում, ասենք ենթադրենք մեր նեյրոնային ցանցը ինչ որ 500 չափանի վեկտոր է տվել, այդ դրանից մի հատ layer-ը գնում դեպի բառարանի չափ։ Ասենք եթե բառարանում 27 էր, գնում 500-ից 27։ Ու այդ 500 անգամ 27 մատրիցը որ նայեք, ինքը ոնց որ էլի 27 տառերից ամեն մեկը ունենա մի հատ 500 երկարության վեկտոր։ Էդ էլ ոնց որ բառարանը լինի, էլի, embedding matrix-ը լինի։ Չէ՞, ոնց որ սկզբում ունեինք embedding matrix, ամեն տառի համար մի հատ վեկտոր էր։ Այդտենց էլ էս վերջի layer-ը, սենց թարս կողմից նայես, ամեն տառի համար իր weight-երը ունի։ Հիմա այդ ու այն առաջի layer-ի matrix-ները իմաստային շատ նման են։ Ոնց որ այն տակի layer-ում տառերի տարածությունից գալիս է վեկտորների տարածություն, ստեղ էլ ոնց որ վեկտորների տարածությունից գնաց տառերի տարածություն, ոնց որ նույն matrix-ը լինի ինչ-որ իմաստով, հա։ Ու կան արխիտեկտուրաներ, որոնց դեպքում այդ երկուսի weight-երը դնում են իրար հավասար։ Այդ կոչվում է tie։ Ստեղ միտեղ աշխարհը սնգավ է tie-ը։ Այստեղ գրած է untied, այս հենց այդ է, իրենք չեն tie արել այստեղ, բայց կան ցանցեր, որոնք tie են, օրինակ այդ Google-ի Gemma, այնտեղ tied է,
ու երբ որ այդպես բան ես մտցնում, էլի այդ գրադիենտների պահերը մի քիչ խառնվում է, որովհետև այդ նույն weight-ի վրա մի հատ գրադիենտ գալիս է վերևից, մի հատ ներքևից։ Ինքը պետք է նույն weight-ը լինի, չէ՞, այդ նշանակում է այն գրաֆը, որ նկարում էինք, հիշում եք այն computational graph-ը, որ առաջի դասին անում էինք։ Այդտեղ weight-երը այդ գրաֆի նոդեր են։ Հիմա պատկերացրեք, որ մի հատ գրաֆի նոդ ունեք, որ համ առաջի լեյերում է պետք, համ վերևի լեյերում է պետք։ Իրա վրա գրադիենտը մի հատ ուղիղ վերևից է գալի, մի հատ sense մեջով անցնելով ներքևից է գալի։ Էդի ահագին փոխում է դինամիկան ու այտենց թայարած weight-երի ինիցիալիզացիան լրիվ ուրիշ բան են դնում։ Դա լավ չի աշխատում, եթե դնում եմ ստանդարտ։ Sense մի հատ էկզոտիկ դեպք ասացի, թե երբ են այս ինիցիալիզացիայի հարցին նորից մոտենում էլի։ Բայց եթե sense բաներ չկա, շատ հաճախ դու ուղղակի վերցնում ես այն ինչ որ մարդիկ ընտրել են։ Լավ։ 40 This was normalization. More just not how it was. Okay, so now you're going to over here. Never see that validation here is true to 0 roughly, which I'm going and we see that this actually can compare with some of the results that we achieved previously. Now we're going to actually expect an improvement in this issue. And that's because we are looking at very simple as justice. So if that is very simple. Ստեղարթեն կա running-ը, թե չի ասել։ Դու չի ասել, չէ՞։ So just one little thing. We were in instruction was able to tell to make these operations so that's what is not to do here. But you want to imagine that once you go much deeper, that has lots of other types of operations. And there's also personal questions which are it will become basically very, very difficult to tune the scales of your universities such that all the activations will not be very. And so that's going to become very difficult to try. But compared to that, that's going to be much more easier to sprinkle the national versus dropping. So in particular, it's to the video repair this one. This is the video repair pictures and then the class. All projects on things which accommodate and also perform basically a compilation of the video shares into the station structure and that. It's not hard to take these video here and with a pen, the back or right to control the scale of these applications at every point. So we'd be adding these data layers throughout the neuron, and then this controls the scale of these activations throughout the neuron. It doesn't require us to do perfect mathematics and take care of the activation distributions for all these different types of neural like building blocks like myelotransmissions into your neuron. And it significantly stabilizes the training. And that's what these layers are from. Now, this is the molecular extraction actually has an entire cost. And that is that if you think about what's happening here, something terrible is strange and unnatural is happening. If you see that we have a single example feeding into a neural, and then we computed this activations and explosions. And this is a deterministic sort of process. So you arrive at the lowest in this example. And then because of the efficiency of training, we suddenly started to use batches of examples. But those batches of examples were processed independently, and it was just an inefficiency. But that's something we actually Այս ամսակում փոխացել ենք, բայց մի հատ էլ ասեմ, վիդեոն մի հատ կնայեք, հա, ես նայեք։ Սովորաբար երբ նայրոնային ցանցը ինպուտ ենք տալիս, մենք սպասում ենք, որ հիշում եք այն ամենաառաջի դասին, որ խոսում ենք նայրոնային ցանցը մոտ f-ը, որին պետք է x-ը տանք, y-ը տա։ Ու այդ y-ը պետք է x-ից կախված լինի։ Շատ տարօրինակ կլինի, որ f-ը x-ից բացի կախված լինի նաև նրանից, թե այսօր ուրիշ ով ինչ հարցա տվե իրան։ Պատկերացնում եք, ասենք ես ուզում եմ իմանամ, այս նկարի մեջ շունա թե կատու։ F-ը նեյրոնային ցանցն է, x-ը շան նկար է, y-ը պետք է լինի
Շուն կամ պատու, հա, հավանականություն։ Հիմա, եթե ես բաչով եմ տալիս, ասենք մի քանի հատ նկար եմ տալի, ասում ես բոլորի համար predict արա։ Շատ զարմանալի կլինի, եթե ասենք 5-րդ նկարի պատասխանը կախված լինի նրանից, թե 4-րդ նկարը ինչ էր։ Համաձայնեք, չէ՞, տրամաբանական չի պրոստը։ Ես հարց եմ տալիս ինֆերանսի ժամանակ, չպետք է իրար միջև ազդեցություն ունենան input-ի նկարները։ Մենք բաչով տալիս ենք, որ զուգահեռ անենք, ոչ թե որ իրար վրա ազդեն։ Բայց հիմա ստեղ նենց կոդ է գրած, որ ինչ-որ մի հատ layer-ում մենք միջինացրել ենք բաչերի առանցքով։ Այսինքն մենք իրանից ինչ-որ մի հատ բան ենք հանում, որը կախված է կողքի նկարներից։ Այս абսուրդ է։ Այս նշանակում է, որ մեր ցանցի պատասխանը կախված է նրանից, թե այդ պահին ուրիշ ով է ինչ հարց տալիս։ Այդ շատ վատ է։ Դրա համար պետք է մի բան մտածել, որ այդպես չլինի։ Այսինքն մենք հարցին պատասխանելուց չպետք է ինչ-որ մի կողքի հարցերի միջինը հաշվենք։ Դրա համար դա ամբողջ դատայի։ Դրա համար արժե այդ միջինը հաշվել օրինակ սա դատայով։ Այդ մի հատ լուծում է, չէ՞, ես կանամ վերցնեմ ներոնային ցանցս, տրեյներացի բրծա։ Հիմա մի հատ ամբողջ դատան մեջով անցկացնեմ, տեսնեմ, որի միջինը ինչ է գնում, ու այդ միջինները սրանց փոխարեն ֆիքսեմ ինֆերանսի համար։ Հիմա այդ անելը զզվելի գործ է, որովհետև այդ նշանակում է տրեյնինգից հետո մի հատ էլ սավ դատայի վրա անցի։ Չէ՞։ Դուսրեմ դες։ Այս running miները բաժնում։ Այդ նշանակում է մի հատ պետք է օրինակ այն cache file web-ը որ տեսակ 15 տերաբայթ, հո այդ 15 տերաբայթի վրա մի հատ չենք անցնելու։ Մի հատ անցնելը տևում է 6 ամիս։ Դրա համար դրա համար այդ running min-ը շատ ավելի խելոք բան է, ասում արի ես այդ ոչ թե հետո վերջում առանձին հաշվեմ, այլ ընթացքում։ Ամեն հաջորդ քայլում exponential moving average մեթոդով թարմացնում, այսինքն նախորդ արժեքը առաջին 3-ի համար եմ հաշվել, չորրորդում այդ եմ օգտագործել ընդ որում այդ օգտագործելու հաջորդը էքսպոնենցիալով է, այսինքն չորրորդում հենց եմ անում, որ այս վերջերում ավելի կարևոր լինի, քան սկզբերում, այսինքն ասենք այդ exponential moving average-ը մի հատ լավ նկար կա դրա, չգիտեմ։ Ինքը շատ հայտնի տեխնոլոգիա է ամբողջ ոլորտում էլի։ Շատ քիչ եմ սրանք։ Այս այլի բանաձևը։ Ասենք ես այս պահին ունեմ EMA previous-ը, moving average նախորդ քայլը։ Հիմա մի հատ նոր data point է եկել։ Շնին բանն է, բայց տերմինները դուրս չի կրվում։ A-երորդ քայլում իմ արժեքը հավասար է նախորդ քայլում իմ արժեքի եւ այս նոր եկած արժեքի ուռուցի կոմբինացիային, որտեղ այս ալֆայով որոշում է կշիռը, թե ինչքան value տամ սրան, ինչքան սրան։ Ասենք այս կարա լինի, չգիտեմ, 0.01, այսինքն ոնց որ մի տոկոսը թող լինի այս նոր եկած արժեքը, 99%-ը նախորդը։ Հիմա այս բանաձևը, որ տեն հավասար է 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի համար գրեք,
ասենք տեն հավասար է 1-ի համար ինքը հենց pen է։ Հա, տենց կարանք սկսենք։ Տեն հավասար է 2-ի համար այն առաջինը ինչ որ գործակցով, ասենք 0.99-ով բազմապատկում է։ Երբ որ երրորդն եմ հաշվում, մի հատ էլ այդ ամեն ինչն է 0.99-ով բազմապատկում, այսինքն ստացվում է որ առաջինը 0.99-ի քառակուսիով բազմապատկվեց, երկրորդը 0.99-ով, հա, ու տենց գնում ասենք որ հասանք դատայի վերջ, այն առաջինները երևի արդեն կորել են 0.99-ի 100 աստիճանը 0 է, հա։ Այս վերջիններն են ավելի շատ ազդում in batch normalization-ի միջինի վրա։ Ու այդ թիվը տանում միտեղ save եմ անում, որ հետո այս հաշվելուց ես օգտագործեմ հենց այդ, այսինքն հետո որ inference եմ անում, էլ չեմ դնելու միջին հաշվեմ։ Այդ training-ի ժամանակ կուտակած միջինն եմ օգտագործել։ Այդ դեպքում արդեն պրոբլեմ չի լինի։ Ես անցած մի քիչ պատմեցի, որ տեխնիկաներ կային, որ այդ միջինը հետո սկսում ես փոխել, ասենք եթե տեստի ժամանակ դատա լավ փոխվել է, ասենք քո ամբողջ training դատան ցերեկվա նկարներ էր, մեկ է գիշերվա նկարներ է գալիս։ Ստացվում է, որ դու օգտագործում ես batch normalization-ի միջին, որը հաշված էր ցերեկվա նկարների վրա։ Այսքանը հասկացանք, ես սովորեցի բրցանք։ Հիմա կյանքում լինում է դեպքեր, երբ որ մեր օգտագործած դատան շեղված է այն դատայից, որը training-ում եղել է։ Չէ, հիմա ասենք մենք գիտենք ինչի վրա ենք սովորացրել, տվել ենք deploy-ն արել, աշխատում է, ասենք դրել ենք ռոբոտի մեջ, ռոբոտը ցերեկը աշխատում է, լավ է։ Մեկը գալիս է գիշեր, տենում ենք ռոբոտը չի աշխատում։ Ինչ է փոխվել, նկարները գույներն օրինակ փոխվել։ Ու որ մտածում ենք ինչն է սխալ էս ցանցում, լիքը բան է սխալ, որտեղ weight-երը ադապտացվել են ցերեկվա նկարներին։ Բայց մի հատ իդեա կա, որ ժողովուրդ կարող է weight-երին ձեռ չտանք։ Մենակ այն batch normalization-ի միջինները փոխենք, ահագին բան դզվի։ Այլ չէ, այս միջինը, այդ running mean-ը որ կար, մտածում ենք այդ running mean-ները եկեք update անենք։ Մնացած ցանցը թողենք նույնը, այս տեխնիկա կա։ Որ նոր տեսակի դատային ադապտացվում ես մենակ batch normalization-ի ստատիստիկան։ Ինքը ոնց որ շատ էժան retraining լինի, էլի weight-երը թողել եմ նույնը, մենակ ստատիստիկանն եմ փոխում։ Ահագին աշխատում է, դրա paper-ը ուսեք ես տան։ Այսա։ Ցած անգամ մի քիչ խոսել եմ։ Հարցը մեծ էր։ Ոնց որ նոր նկարները որ գալիս է label չունես, բայց ինչ-որ batch-ով հաշվում է ինչ-որ էնտրոպիա, այդ էնտրոպիան optimize է անում մենակ batch norm-ի վրա։ Ասենք ինչ-որ իդեաներ լինում են։ Այդ բայց side effect է, էլի, էդի տենց ոնց որ դրա համար չի batch norm-ը։ Շատ խելոք մարդիկ նկատել են ուղղակի հետո։ Այս շատ կարևոր ասպեկտ է։ Ու նաև այդ է պատճառը, որ շատերս ասում են batch norm-ից, դրա մասին չենք խոսում։ Հետո ոնց որ փոխում են փոխեն, հետո դժվար է ստացվում փոխել, բան, չնայած օրինակ հիմա այս nano GPT-ում ինձ թվում է batch norm չկա։ Դրանք norm դրանք ինչ կա։ Դա պրոստը norm չի, ես norm այս RMS նորմը մենակ, որը batch-ի առանցքով չի նորմավորում էլի։
Իսկ հիմիկվա GPT-ներում դա հանել է։ Ինքնին սպորտը բանից է դառնալիս Հա, իրականում շատ չի կիրառ, ուղղակի ինքը լավ աղբյուր պատմում է, որովհետև ոնց որ լիքը բան փոխվեց, այս բաժնորը գիտեք որ նոր էր, ես հիշում եմ, որ ասենք ցանցը ինչ էր լներ, բաժնորը ավելացնում էր, լավանում էր, ասենք ոնց որ ձրի ռեցեպտորներ էլի, սենց շատ քիչ բան կա աշխարհում, որ հաստատ կլինի էլի։ Պատենց անվանում է բաժնորը։ Հա, ու երկար բազարներ կար, որ ինչի է լավացնում, դրա մասներ աչի խոսում, որ ինչ որ նոյզը ավելացնում, էսի տրեյնինգում եւ այլ, որտեղ մարդիկ տեսնում են, որ ինքը մենակ այդ գրադիենտի հոսքը չի լավացնում, էլի, իրոք ուրիշ բաներն է լավացնում, ինչ որ այ լավ է տրեյնել։ Իքը paper-ներ կան, որ փորձում էին բացատրեին են, մյուս paper-ը գայս էր հերքում էր, բանտոց կինը այս պաճնում։ Հիմա ինչ-որ ձևեր գցան, ուրիշ ձև են նորմալ։ Լավ։ Ես ուզում եմ դուք շատ ուշադրություն դարձնեք սրա վիզուալիզացիաներին։ Իսկ թվում է սենց բաներ պետք է մի բան անեմ, լիքը գնությանը, որովհետև մենակ հիմա մեր լաբում այս պրոբլեմն ասենք, ասում եմ դեմ այդ նկարի նայենք, զգում եմ սենց reluctance կարի չեն սիրում այդ կամ ստար չեն որ կաշխատի կամ ճիշտ կլինի կամ բան, չնայած կուրսորը սաղ անում է, ընդհանրապես վիզուալիզացիայի կոդ հիմա պետք չի գրել, բայց պետք է ֆանտազիա ունենաս, թե ինչը նկարես, ոնց նկարես։ Հա։ Հա, շատ լավ կուրսորը նկարում, եթե կանում ես բացատրես ինչ ես ուզում։ Եթե չես էլ կանում, էլի ինչ-որ բաներ նկարում, հետո մի ժամ մտածում ես ինչի չա նկարել, մտել է ձև է։ Բայց այդ շատ լավ բան է, էլի, որ իմանաք ինչն եք ուզում նկարեք, ձեր ուզածը տեսնեք վիզուալ։ Հա, ես հիմա մեր թիմում լիքը ջանք եմ դնում, որ համոզեմ երեխեքին, որ այդ արեք ժողովուրդ։ Նկարեք, նայեք։ Ասենք գայսեն ասում են, ասենք, հա, այս տեսակ օրինակների վրա չի աշխատում, բան ասում, մի բան ցույց տուր, էլի, ես հավատում եմ քեզ, բայց մի հատ նկարի մի բան, ինչ-որ մի հատ ստատիստիկա ցույց տուր, ինչ-որ մի հատ կարող է լավ չես ընտրի օրինակները, կարող է 10 հատես նայե, իսկ մնացած 9 հատը լավն են, կարող է ամեն մի հատ տեսնեմ ինչ աստիճանի է վատ։ Հաճախ համոզում եմ, որ մի քանի տեսակի վիզուալիզացիա լինի ու ասենք, սենց չգիտեմ, մի ինչի վրա, ասենք, այս ցախ կողմում լինի մի էքսպերիմենտի համար 10 հատ վիզուալիզացիա, աջ կողմում երկրորդ էքսպերիմենտի համար այդ 10 վիզուալիզացիաներ են ասած։ Մի հատ էկրանի վրա նայեք, տեսնեք, այսի փոխվել է, այս մնացել է նույնն է։ Վիզուալ մենք շատ հեշտ ենք հասկանում ինչ է պատահում։ Հիմա այդ սաղ այդ տրեյնինգի թվերը, այս ակտիվացիաները բաները մեկը բերի այդ տեսքի։ Ու կարծիքին այդ գործը ահագին լավ անում է։ Անստեղից շատ լավ երևում է, թե ով է գիժ, ով է ոնց, տեսնում ենք, որ ծերերում մի քիչ բարձանում է, բայց ոչ շատ, բացի այս մեկից, որ շատ լավ է բարձանում, հա։ Չէ, միանգամից ինչ-որ ինտուիցիաներ ես զգում։ Ու դες բաներ ինտուիցիաներ կանենք։ Շատ լավ, ժողովուրդ։ Համլետ ջան, դու նայել ես այս 4-րդը։ Հարց չկար։
Ձերբիջանկյանը երբ էր։ Իվան ինչ-որ մի տեղից դա Երևան։ 35։ Ուրեմն այս շաբաթ փորձենք արդեն պատրաստվել։ Ռեալներ չկան։ Չկան որ։ Так что да.